Բարև ձեզ, իմ զրուցակիցը Հայաստանի առաջին կին օդաչուն է Դիանա Խաչատրյանը։ Ողջույն Դիանա։ Բարև ձեզ։ Ինչպես ստացվեց, որ այդ բարդ գործը որոշեցիք ստանձնել ռեժիսուրայի ֆակուլտետում սովորող աղջիկը, հանկարծ որոշեց կտրուկ փոխել պլանները։ Իրականում շատ անսպասելի, իմ համար էլ անսպասելի էր այդ։ Ես իմ համար սովորում էի ռեժիսուրայի ֆակուլտետում, հետո ուղղակի պարաշուտով թռա, մտածեցի, ինչ լավ կլիներ, եթե էլի թռնեի արդեն որպես օդաչու ու արդեն գնացի այդ ուղղությամբ։ Դիանա, դուք այս պահին ընդամենը 29 տարեկան եք։ Այո։ Հարցրել եք ռեժիսուրա սովորել, դա կիսատ թողնել, դառնալ օդաչու եւ այդ գործով արդեն զբաղվել։ Սկզբում ինչպես այդ որոշումը ընդունեց ձեր ընտանիքը։ Սկզբում լուրջ չէին ընդունում, չէին մտածում, որ իմ մոտ կստացվի, բայց քանի որ գիտեին, որ եթե ինչ-որ բան մտածել եմ, հաստատ միջև վերջ անելու եմ, սկզբից փորձում էին ինչ-որ բաներ անել, որ չանեմ, ասել չէ, դե լավ, գոնե սովորի վերջացրու, բայց հետո կփոշմանես։ Հետո արդեն համակերպվեցին։ Ինչու էր ձեր տատիկը ծանոթ փնտրում, որ ձեզ չընդունեն, պատմեք։ Այդ ես շատ ուշ իմացա իրականում, բայց տատիկս շատ անհանգստանում էր ու պապիկիս խնդրել էր փորձի ինչ-որ ծանոթներ գտնի, որ նենց անեն չընդունվեմ գոնե։ Պապիկս ասել էր չէ, թող փորձի ինքնուրույն, եթե կկարանա, թող անի։ Դիանա, ենթադրում եմ, որ դուք ձեզ շատ լավ եք դրսևորել, որ ձեզ այդ աշխատելու հնարավորությունը տրվել է։ Երևի ես ուղղակի շատ ուզել եմ, որտեվ օրինակ իմ կուրսեցիներին եթե նայենք, իրանք իմ կարծիքով շատ ավելի շատ շանսեր ունեին ի սկզբանե ամեն ինչին հասնելու, քան ես, բայց երևի ես շատ էի ուզում ու ստացվեց։ Դուք նաև աղջիկ ունեք։ Հա, 5 տարեկան։ Ինչպիսին է ձեր գրաֆիկը, ինչպես եք համատեղում երեխայի խնամքի հետ։ Քանի որ չեմ ունեցել ուրիշ փորձ, երեխան 2 ամսական էր, ես դեռ սովորում էի, արդեն ավարտելու փուլում էի, ուրիշ ձև չեմ փորձել, անդադ սովորելու էի, հետո գնացի վերապատրաստվելու, հետո արդեն աշխատում էի, ուրիշ ձև չեմ փորձել դրա համար։ Այդ գրաֆիկը տենց է իմ մոտ ստացվում։ Ինչպիսին է ձեր գրաֆիկը։ Վերջերս քանի որ Թբիլիսիում էի աշխատում, այնտեղ մի շաբաթ այնտեղ էի, մի շաբաթ Երևանում, այնտեղ համարը ամեն օր թռնում էի, հետո էի գալիս տեղ հանգստանում էի։ Մինչև այդ երբ Հայաստանում էի աշխատում, թրիչքի օրերը էլի գնում էի թրիչքի, հետո էի գալիս, մեր մոտ բոլոր չվերթները վերադարձով են, մենք գնում ենք, հետո հետ ենք գալիս։ Դրա համար տենց շատ բարդություններ չի լինում։ Դիանա, ինչ հմտություններ են պետք այդ գործը անելու համար։ Երևի հանգստություն, որ ցանկացած սիտուացիայում կարողանաս չխառնվել իրար, հանգիստ հասկանալ սիտուացիան ու նոր որոշում ներկայացնել։ Արդյոք դուք քննություն հանձնում եք այդպիսի կամ այդպիսի դիտարկումներ անում եք, որ ստուգվի մարդու էմոցիոնալ կայունությունը, որտեղ մարդը կարող է այդ հմտություններին տիրապետել, բայց էքստրեմալ իրավիճակներում անկանխատեսելի որոշումներ կայացնել։ Բժշկական զննման մեջ մտնում է նաև հոգեբանի կաբինետը, ինքը ինչ-որ տեստեր անում։ Կարծում եմ բոլորս պատրաստված ենք տենց սիտուացիաներին, դրա համար դժվարանում եմ ասել, որ էմոցիոնալ ինչ-որ բաներ են տեղի ունենում, ինչքան ես տեսել եմ բոլոր օդաչուները հանգիստ, հավասարակշռված։ Երբ դու թռնում ես, հատկապես մարդիկ, ովքեր մտավախություններ ունեն, միշտ պատկերացնում են, որ ընթացքում օդաչուն կարող է քնել, կարող է շեղվել, կարող է, խնդրում եմ պատմեք ինչպես է ձեր աշխատանքը տեղի ունենում, որպեսզի մարդիկ մի քիչ հանգիստ լինեն, որտեղ ամեն դեպքում մտածում ես մարդ է, չէ՞, ինչ ասես կարող է պատահել։ Օդաչուի խցիկում պարտադիր 2 մարդ պետքա լինի, եթե օրինակ ինչ-որ մեկը դուրս գա օդաչուներից, երկրորդ մարդ անպայման պետքա լինի, որտեղ ավակ որտեղ ցորտ, հետեւաբար ոնց որ մինիմումի է հասցվում այդ մասը։ Մյուսը ռիսկերը կկառավարի։ Էքստրեմալ իրավիճակներում լինում է խորհրդատվություն, որ միասին է քննարկում, ինչ պիտի արվի, թե շատ հստակ է սխեման, ինչ է արվում։ Չէ, կարող է քննարկվել, բայց նույն գրքով սովորած 2 մարդ այնտեղ նստած են, հստակ գիտենք, որ սիտուացիայում ինչա պետք անել։ Վերջնական որոշումը համենայն դեպս հրամանատարինն է։ Ձեր առաջին թռիչքը ինչպիսին էր, ինչ էիք զգում։ Առաջի թռիչքը, եթե իմ սովորելու ընթացքում այդ փոքր մի շարժիչով օդանավով էր, արդեն թեորիայով ամեն ինչ ասել էին, սենց պետք է անես, սենց պետք է անես, դե բնականաբար ինստրուկտորի հետ ես շատ բան չէի անում, բայց այդ պահը որ նստեցի այդ օդանավի մեջ, ես ընդհանրապես միջև այդ ոչ մի օդանավի խցիկում չէի եղել, որ գիտեի, որ հեսա արագությունին հասնենք ու հեսա գետնից կփոկվենք, սենց փոկվեցինք ու սենց մտածում էի, այդ հնարավոր է, ես այդ արեցի արդեն տենց
էմոցիաներ իմ մոտ ավելի շատ։ Իսկ վաղ ամեն դեպքում 100-ից ավելի մարդու կյանքի համար եք պատասխան։ Ինչ եք զգում։ Թե դուք այդ պահին չեք մտածում դրա մասին։ Իսկ թվում է մտածեք շատ դժվար կլինի։ Հա, եթե ես ամեն օր գնամ աշխատանքի ու մտածեմ, հիմա իմ մեջ կհետևա 100-ից ավել մարդ է, հիմա ես ինչ եմ անելու, ոնց եմ անելու, տենց եթե մտածեմ, երևի չեմ գնա ինչ-որ մի օր աշխատանքի։ Ուղղակի ոնց որ պատասխանատվության զգացումա ոնց երևի ցանկացած գործում։ Բայց մի քիչ ավելի չի ձեր պատասխանատվության զգացումը։ Պատասխանատվության զգացումն էլ ավել է, բայց ես ինքս աշխատում եմ դրա մասին անդադ չմտածեմ։ Ես գնում եմ աշխատանքի, փորձում եմ ամեն ինչ անեմ նենց ոնց պետք է, նենց ոնց ճիշտ է։ Ինչ կարող եք ասել կամ խորհուրդ տալ այրոֆոբիա ունեցող մարդկանց։ Մի քիչ ավելի շատ տեղեկացված լինել, ինձ թվում է, երբ որ մարդիկ տեղեկանում են, մի քիչ ավելի խորանում են ոնց է օդանավը թռնում, իր սիստեմաները ոնց են աշխատում, ոնց են օդաչուներին պատրաստում, արդեն ավելի քիչ են վախենում։ Պիտի իմանալ, որ շատ քիչ են ռիսկերը, որ ինձ թվում է ավելի շատ գիտելիք, որ ձեռք բերեն, այդ վախերը ավելի կպակասեն։ Բայց ամեն դեպքում որքան էլ գիտելիքներ ունենաս, զգացողությունը ծագում է այն մտքից, որ դու երկրին կպած չես, քո ոտքերը հողի վրա չեն։ Մարդկանց վախը տարբեր սիտուացիաներում երևի բնական է։ Ես էլ վախենում եմ կամուրջների վրա կանգնելուց։ Չգիտեմ ինչի, ես հասկանում եմ, որ ոչինչ չի լինի, այդ կամուրջը չի, բայց այդ մեջից sense ինչ որ մի հատ վախ է մեջս։ Ձենա ձեր ներքին կանոններից կպատմեք, օրինակ երկու օդաչու եք։ Ես գիտեմ, որ նույն ուտելիքը չեն ուտում երկու օդաչուն, որովհետև եթե հանկարծ թունավորվեն կան ինչ որ մի բան, որ երկուսին էլ դա չպատահի, այդպես է։ Հա, կանոնն այդպեսի կա, որ տարբեր ուտելիքներ ուտեն, եթե հանկարծ ինչ որ մի բան լինի։ Հետո կա կանոն, որ օրինակ ուղևորից ուտելիք չի կարելի վեր, եթե ուղևորը ինչ որ բան է հյուրասիրում, տենց լինում ասենք, չգիտեմ, կոնֆետներ են տալիս բորտուղեկցորդին, որ մեզ փոխանցեն, այդ չի կարելի ուտել օրինակ։ Դուք եք ուտում նույն ուտելիքը, ինչ տալիս են Համարյա ուղևորները։ նույնը, հա, նույն տեղից ենք ստանում նման ուտելիքներ։ Հեռախոսը ձեզ մոտ է լինում։ Հեռախոսը անջատած, հա, մեր մոտ։ Հետևում նստած մարդիկ մտածում են, գուցե հիմա օդաչուն Հեռախոսը հեռախոսը միացնի, շեղվի։ Օրինակ իմ աշխատած ընկերություններում ինտերնետ չկա, ինչ ենք անելու հեռախոսով։ Մեզ մոտ ոչ մեկ չի հետևում, հավաքում հեռախոսը եւ այլն, բայց ուղղակի կողքի վրա դրած է։ Հետաքրքիր է, երբ հրահանգում են, որ ուղևորները անջատեն հեռախոսները, եթե չանջատեն, ինչ կլինի, ինչի համար է Կարծում եմ ոչինչ։ Իսկ ինչի համար է հրահանգում։ Որ ինչ որ պամեխաներ չլինեն։ Չեմ կարծում, որ այս հիմիկվա օդանավերի մեջ այդ ինչ որ մի բան կփոխի։ Պարզապես Եթե միաժամանակ 200 հոգի միացնեն հեռախոսը ինչ որ պարագայում կարող է դա խանգարի, ամեն դեպքում զգուշության համար ինձ թվում է դա զգուշացնում է։ Ես հիմար հարցեր եմ տալիս առաջին հայացքից, բայց տալիս եմ այն հարցերը, որ մարդկանց հետաքրքիր է։ Ինքնաթիռում կան ավելի անվտանգ տեղեր։ Օրինակ, չգիտեմ, մեջտեղի դռան մոտ կամ թե եթե վթար լինի, դե ասում են, որ ավելի անվտանգ է հետևի հատվածը, պոչի հատվածը։ Ամենավատը մեր տեղն է, որտեվ ոնց էլ ընկնենք մենք ենք առաջինը։ Եթե նստես օդանավ մտքով, որ հեսա ինչ-որ մի բան լինելու է, Այդ մասին ընդհանրապես չեք մտածում, որ նստում եք։ Չէ, որ մտածեմ չեմ գնա գործի։ Ամեն դեպքում օրինակ турբուլենտ նստի ժամանակ հետևի մասում ավելի շատ է զգացվում։ Турբուլենտականության ժամանակ դուք անհանգստություն զգում եք, թե դուք լիովին գիտեք։ Չէ, սովորական ստանդարտ բան է, որ հիմնականում ինչ որ թրիչք ինչ որ պահի տեղի է ունենում։ Նույնիսկ եւ շատ ուժեղ է լինում։ 3 կատեգորիայի турբուլենտность կա, այդ ամենաուժեղը ես դեռ կյանքում չեմ հանդիպել։ Լինում է բավականին ուժեղ, բայց չէ, վախենալու չի հաստատ։ Երբ այդպիսի իրավիճակներ են լինում, турբուլենտականություն, այդ մի քիչ էքստրեմալ, բոլոր ուղևորները նայում են բորտ ուղեկցորդների դեմքին կամ բորտ ուղեկցորդների, որպեսզի հասկանան ինչ է տեղի ունենում։ Արդյոք ինչ որ բաներ սովորեցնում են իրենց նման պարագային, ինչպես իրենք պիտի իրենց դրսևորեն։ Բոլոր պարագաներում իրանք շատ լուրջ տրեյնինգ են անցնում ու պատրաստված են ցանկացած իրավիճակի նույն ձև ոնց մենք։ Անհանգստության նշաններ պիտի իրենց դեմքին չլինի։ Դե իրանք էլ կարծում եմ օրինակ турբուլենտնստից ոչ մի բորտ ուղեկցորդ չի անհանգստանում։ Գիտեն, որ ամեն ինչ Բայց լինում է, որ ընկնում են օրինակ, ես տեսել եմ, որ ընկել են։ Պատահում։ Երբ օրինակ ուղևորը կարող է հասկանալ, որ իսկապես վատ է վիճակը։ Երբ որ իրան դրա մասին ասեն։ Իդեպ շատ կարևոր կետի եկանք, երբ իսկապես վատ է վիճակը, դուք հայտնում եք ուղևորներին այդ մասին։ Հա,
Նայած ինչ սիտուացիա է, բայց եթե օրինակ պետքա լինի էքստրեմի վայրեջք կամ ոչ ստանդարտ վայրեջք, անպայման ասում են։ Եթե ուղևորներին չի ասվում, որ վիճակը վատ է, ուրեմն ամեն ինչ լավ։ Քանի դեռ չեն ասել, կարող եք հանգիստ լինել, նույնիսկ երբ турբուլենտականությունը այնքան ուժեղ է, որ բորտ ուղեկցորդուհին ընկնում է։ Այո։ Երբ ես հետևում եմ, որ ցույց են տալիս սկզբում այդ կանոնները, ոչ ոք չի նայում, մտածում եմ երբ մի օր կսկսեմ։ Ես միշտ նայում եմ օրինակ։ Ես ոք հետևում եմ, տեսնում եմ, որ ոչ ոք չի նայում, ընդհակառակը նկատում եմ, որ որոշ մարդկանց մոտ դա լրացուցիչ անհանգստություն է ավելացնում, այսինքն միտքը բերում է, որ հնարավոր է մի բան բան լինի։ Դե հա, բայց բա պատրաստ չլինեն մարդիկ։ Կարծում եք այդ բան հասկանում են ինչ պիտի անեն։ Այսինքն այդ պահի մարդը նայի, կենտրոնանա։ Թրել եք, չէ, օդանավով։ Շատ։ Գիտեք, չէ, օրինակ ժիլետը ոնց հագնեք ու ոնց փչեք։ Հա, տեսել եմ, բայց տպավորվել այդ պահին ինձ որ էքստրեմ վիճակում դա կանեմ։ Դիանա, ձեր աղջիկը ինչպես է ձեր մասնակցությանը վերաբերվում, ինչ ինֆորմացիա ունի ձեր գործի մասին։ Իմ աղջիկը շատ ինֆորմացված է իմ գործի մասին, բայց ասում է դու չէիր կարան նորմալ մամա լինեիր, գնայր առավոտը գործի հետո հետ գայր։ Դեռ այն տարիքում չի, որ այդ իր մոտ ինչ-որ հիացմունք կամ հպարտություն առաջացնի։ Ես իրանց մանկապարտեզի երեխեքի հերոսն եմ, բայց իր համար ես ինչ-որ մամա եմ, որ չի անում նորմալ մամայական բաներ։ Բայց մանկապարտեզում գիտեն, որ մամա։ Հա, այդ պատմում է միշտ։ Հարցեր ամեն ինչից պատմում է, հա։ Երբ մարդիկ իմանում են, որ դուք օդաչ եք, ինչ հարցեր են ձեզ տալիս։ Երևի բոլորը տվեցիք։ Հարցնում են օրինակ, իսկ կարա օդաչուն խմի ալկոհոլ, որտեվ կինոներում խմում են։ Հարցնում են, իսկ եղելա որ գնաս խմած աշխատանքի։ Եղելա։ Իհարկե ոչ։ Բայց մյուսները անում են։ Չէ, ոչ մեկ չի անում։ Վստահ եք։ Դա վերահսկվում է որևէ մեկի կողմից։ Վերահսկվում է ու նաև հնարավոր է ստուգումներ են անցկացվում, անկախ օրինակ կարող գնաս ինչ-որ միտեղ, վայրեջք կատարես, քեզ կան ստուգեն։ Ստուգում են օդանավը, ստուգում են օդաչուներին։ Այսինքն այդ ստուգումը շատ պատահական է տեղի ունենում։ Պատահական գալ ստուգել, հա։ Ամեն թրիչքից առաջ չեն ստուգում, բայց դա անկախապես Հայաստանում ամեն թրիչքից առաջ ստուգում են, անցնում են փոքր բժշկական զննում։ Կանայք բժշկական զննում եք անցնում։ Ճնշում են ստուգում այդ Հայաստանում, բայց տենց պրակտիկա հիմնականում չկա։ Դենա իսկ վիճակագրությունը ինչ է ցույց տալիս ամենաշատ վթարները ինչի արդյունքում են լինում։ Կարծեմ մարդկային գործոննատոկոսային ամենաշատ։ Այսինքն սխալ որոշումներ են կայացվում։ Չէ, կամ այնտեղ մարդկային գործոնի մեջ մտնում է նաև բացի օդաչուներից տեխնիկական սպասարկում, ցիպոչկա, որի ինչ որ մասը նաև մենք ենք։ Մեկը կարող է իր գործում թերանալ, մի փոքրիկ մի աննշան մի բան չանել եւ դրա արդյունքում վթար լինի։ Հա։ Մարդը ինքնաթիռից կարող է ենթադրություն անել, որ սա ավելի ապահով է կամ ոչ, թե այդպիսի ենթադրություն։ Մարդիկ կան, որ մտնում են, տեսնում են ինչ-որ հին կրեսլոներ ու ասում են, «Էս հին օդանավով ոնց է դրնելու», հա, բայց տենց բան չկա։ Դա կապ չունի։ Այն ինչ-որ օդանավի կրեսլոների տեսքից է երևում իր հնությունը, չէ, կապ ունի տեխնիկական վիճակը օդանավի։ Դե եթե բազկաթոռները հին են, ենթադրվում է, որ սարքերն էլ հին կլինեն։ Հա, բայց 20 տարին օդանավի համար տենց մեծ տարիք չի։ Եթե ինքը ճիշտ շահագործվում է եւ անցնում է տեխնիկական ստուգումները, ամեն ինչ նորմալ է։ Տոմսերի գինը կապ ունի, եթե Ժան Տոմսեն ձեռք բերել, մտածում են գուցե ինչ-որ մի բան պակաս է արվում, թերի է արվում։ Նայած, եթե օրինակ Qatar Airways-ի տոմսեր եք առնում, քան ինչ որ օրինակ low cost-երի, ոչ թե անվտանգության հետ կապված, բայց հարմարության հետ կապված շատ ավելի առավելություններ եք ստանում, բայց անվտանգության հետ կապված ինձ թվում է բոլոր օդանավերը անցնում են համապատասխան բոլոր պրոցեդուրաների մեջով։ Դրվագ հիշեցի, որ ոլորտի հետ կապ ունեցող մարդկանց հայտնել եք ձեր որոշման մասին եւ շատ կտրուկ պատասխան են տվել, կխնդրեմ որ պատմեք այդ դրվագը։ Կոֆե պատրաստելու պատմության մասին է խոսքը։ Օդաչու դառնալու միտքը հենց առաջացավ, ես միանգամից բարձրաձայնեցի հենց այդ պահին, ասեցի ինչ հավես կլիներ, ես էլ կուզեի օդաչու լինեի, իրանք ռազմական օդաչուներ էին, ու ես իրանց տեսա, ծանոթացա իրանց հետ, ու ասեցի, օ, ինչ հավես կլիներ, ես էլ կուզեի օդաչու լինեի։ Իրանցից մեկը ասեց, դու ավելի լավ ես կոֆե սարքի, բայց հետո ինքը ինձ օգնեց ընդունվելու փուլում, սկզբի փուլում ինքը ինձ օգնեց։ Դենա ինչ գիտելիքներ ու հմտություններ են պետք։ Ինչ եք դուք սովորում։ Ինքնաթիռի կառուցվածքն եք, թե ֆիզիկա եք սովորում, թե ֆիզիկան սկզբի փուլում շատ պետք է, ինձ սովորելու ընթացքում շատ դժվար էր, որտեղ ես չունեի ֆիզիկայի գիտելիքներ այդքան շատ։ Ու ես սովորելու ընթացքում մի տարի ֆիզիկայի պարապում, որ կարողանայի աերոդինամիկան հասկանալ։ Երևի ֆիզիկա, մաթեմատիկա, անգլերեն այդ
սկզբի համար այդքանը որ իմանաս, արդեն հետագայում հեշտ կլինի սովորել մյուս առարկաները։ Ձեր կուրսում օրինակ քանի աղջիկ կար։ Մեր կուրսում ես էի մենակ ու 6 տղա։ Ես երբ որ դիմում էի, դիմող դեռ չկար, ասացին, որ ես առաջին աղջիկն եմ, որ դիմում եմ։ Մեզանից հետո այդ հաստատությունը էլ օթաչուներ չի պատրաստում, դրա համար չգիտեմ։ Հիմա Հայաստանում որտեղ են սովորում։ Հայաստանում հիմա ոչ միտեղ չեն սովորում։ Այսինքն եթե մարդը ուզում է Հայաստանում սովորել եւ դառնալ օթաչու, չի կարող, պիտի գնա այլ երկրում սովորի։ Ինչ որ բա կար սիրողական օթաչուների լիցենզիաներ էին պատրաստում էին ու այդ լիցենզիան էին ստանում, բայց կարծեմ հիմա այդ էլ չկա։ Ինչու է բացը պահանջարկ չկա։ Կարծում եմ պահանջարկի պատճառով։ Մարդիկ չեն ուզում Հայաստանում օթաչու դառնալ։ Մարդիկ ուզում են օթաչու դառնալ, բայց մասնագիտությունը կարծում եմ այդքան պահանջված չի։ Ասենք ամեն տարի պատրաստեն, չգիտեմ, 10 օթաչու, հետո այդ օթաչուները որտեղ են աշխատելու։ Հիմա եթե որևէ երիտասարդ երազանք ունի օթաչու դառնալու, այսինքն ինքը պիտի գնա մեկ այլ երկիր, ուր են գնում հիմնականում։ Վրաստան։ Վրաստան են գնում են Լիտվա։ Ես ինչքան մարդ գիտեմ, որ դրսում սովորել են, Լիտվա են գնացել կամ Վրաստան։ Որքան են վաստակում օթաչուները։ Բարձր աշխատավարձ է։ Համեմատած միջին աշխատավարձներին բարձր աշխատավարձ։ 500,000-ից ավելի։ Հա։ Իսկ ինչպիսին է արձագանքը ուղևորների, երբ տեսնում են, որ նուրբ գեղեցիկ կին է վարելու իրենց ինքնաթիռը եւ տնօրինելու իրենց ճակատագիրը մի քանի ժամ։ Տարբեր են, առաջին հայացքից զարմանում են, ինչ որ մարդիկ կանայք հիմնականում ուրախանում են։ Իսկապես։ Հա, ես էլ չէի սպասում, բայց կանայք ավելի շատ են ուրախանում, ավելի հավեսով են, բայց հիմնականում ուղևորները ինձ չեն տեսնում։ Իսկ եթե տեսնում են։ Եթե տեսնում են, տարբեր ռեակցիաներ ունեն, հանում են հեռախոսը նկարում են, օրինակ։ Մի տղամարդ որոշել էր, որ չի թռնելու, պատմեք այդ պատմությունը։ Մի տղամարդ տեսել էր ինձ գեյթի մեջից, ու եկել էր ասում էր փոխեք օթաչուին, ես չեմ թռնի, ու ինքը շատ վստահ էր, որ կփոխեն իր թռնելու խաթրին, բայց հետո ինքը թռավ։ Ասացին, որ եթե չեք ուզում, կարաք չթռնեք, ինքը թռավ, ընտրեց թռնելը։ Եվ մի երեխա էր ձեզ տեսել այդ պատմությունները։ Այդ երեխան իմ կաբինայի դուրս գալու պահին, կաբինայից դուրս գալու պահին ինքն էլ դուրս էր գալիս օթանավից։ Դուրը բացեցինք, իրար դիմաց դուրս եկանք, զարմացավ իր մամային կանչեց, ասաց նիչիվո սիբե։ Դենա, ես ուզում եմ նաև ձեր այդ կամային հատկության մասին խոսենք, դա շատ հետաքրքիր է, որ դուք արդեն ընդունվել եք ռեժիսուրայի ֆակուլտետ։ Երրորդ կուրսը վերջացնում։ Արդեն հասել եք երրորդ կուրս։ Այս պատմությունը ինչու է հետաքրքիր, որ նաև ուսուցողական, որ ցանկացած պահի իր կյանքում մարդը կարող է գնալ իր երազանքի հետևից։ Շատ մարդիկ ընդունում են որևէ ֆակուլտետ կամ սկսում են զբաղվել որևէ գործով եւ մտածում են դե արդեն սովորել եմ, հիմա էլ ինչ պիտի անեմ։ Ռեժիսուրայի ֆակուլտետ ընդունվելն էլ հեշտ չի։ Դա արձանագրենք։ Այդ բարդությունները հաղթահարելուց հետո հասել եք երրորդ կուրս եւ դրանից հետո լրիվ այլ ոլորտ ու էլի շատ բարդ ոլորտ։ Ինչպես եք հաղթահարել այդ դժվարությունները եւ ինչն է ուժ տալիս այդ ճանապարհը անցնելու։ Մենակ ցանկությունը։ Ես այդ պահին չէի մտածում, վայ ոնց, այսքան սովորել եմ, բա հիմա ինչ անեմ։ Ես այդ պահին էլ չէի ուզում այնտեղ սովորեի, որտեվ արդեն ուզում էի մեկ այլ բանով զբաղվել։ Միայն ցանկությունը բավարար, իսկ նաև կամային հատկություններ են պետք։ Որ ցանկությունը շատ լինի, այդ կամային հատկությունները ինքն իրան արդեն գալիս է։ Ամուսնացած եք այդ ժամանակ։ Չէ, հետո։ Երբ դուք ամուսնացաք, արդեն օթաչու եք։ Ես սովորում էի դեռ երբ ամուսնացա, ավարտելու փուլում էի։ Հիմա ձեր ծնողները ամեն թռիչքի ժամանակ անհանգստանում են, թե իրենց համար էլ է դա արդեն աշխատանք։ Աշխատանք է, մենակ տատիկս են, որ չեր ուզում որ ընդունվեմ, ինքը ամեն անգամ երբ գիտի որ թռիչք եմ, զանգում ասում է բարի թռիչք, հետո զանգում ասում է հասար նորմալ։ Ինչ սնահավատություններ ունեն օթաչուները։ Ես գիտեմ, որ օթաչուները ունեն իրենց յուրահատուկ սնահավատությունները։ Ես իրականում չունեմ, բայց կապված չգիտեմ, օրինակ վերջին թռիչք չեն ասում են կրայնի։ Ես չեմ հավատում տենց բաների։ Մեկը պատմում էր, որ չենք լուսանկարվում թռիչքից առաջ։ Ես լուսանկարվում եմ։ Իսկ ձեր ամենամեծ վախը որն է թռիչքների ժամանակ։ Որ ինչ որ միտեղ կարողա թերանամ, ինչ որ միտեղ կարողա իմ գիտելիքը չհերիքի։ Ամենագոտե պնդող բանը, որ պիտի իմանան մարդիկ թռիչքից առաջ, որպեսզի չվախենան, ինչն է։ Ուղղակի վստահ են օթաչուներին, օթանավին, փորձեն հաճույք ստանան այդ թռիչքից։ Էլ երբ իրանց կյանքում կունենան 2-3 ժամ, որ իրանց ոչ մեկ չի անհանգստացնի, կարան հանգիստ նստեն, հեռախոսը հիմնականում ոչ մեկի չի զանգի, կարող են ինչ-որ գիրք կարդալ, ուղղակի չմտածեն դրա մասին, բա հիմա ինչ կլինի, իմանան, որ իրանք վստահելի ձեռքերում են,
իսկ եթե ինչ-որ բան լինի, իրանց հաստատ կօգնեն, կասեն իրանց ոնց պետքա պահեն։ Եվ կարճ հարցեր, որոնք կարճ պատասխաններ են ենթադրում, ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ Ամենաբարդ խնդիրը համատեղել աշխատանքը երեխայի հետ, որտեղ ինքը հիմա շատ ծանր է տանում իմ բացակայությունները։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն, ինչ դուք կաք հիմա։ Ես ինքս ինձ օգնել եմ։ Եթե անցյալ վերադառնալու եւ մեկ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կլիներ։ Կարող եմ մասնագիտությունը փոխեի։ Օդաչու։ Կարող է կներեք։ Իսկապես, հիմա մտածում եք մեկ այլ մասնագիտության մասին։ Ինչ հետաքրքիր է։ Ինչ մասնագիտության մասին եք մտածում։ Չգիտեմ, մտածում կարող եմ մեկ էլ ուզեի բժիշկ դառնալ, օրինակ, քիրուրգ։ Այդ մեկը արդեն ուշ է հիմա դժվար հասցնել։ Երևի դրա համար էլ եմ մտածում, որ կուզեի անեի։ Որ գոնե չկարողանաք, թե չէ կարող է հանկարծ սա թողնեք։ Ժամանակին ինչպես եք վերաբերվում։ Անցյալին, ներկային, ապագային։ Փորձում եմ հասցնեմ ժամանակի մեջ, որտեղ ինձ թվում է ժամանակը շատ արագ է գնում։ Ձեր տեսած ամենաազդեցիկ տեսարանը։ Չգիտեմ ինչի առաջինը էս հիշեցի։ Մի անգամ դրսում Երևանի փողոցներում մի հատ մարդ աղբի մեջ ինչ որ բաներ ման գալիս ու կողքով անցնում էր մի հատ ուրիշ մարդ սայլակով ինչ որ բաներ մեջը, երկուսն էլ ոչ լավ հագնված, կեղտոտ շորերով։ Այս մեկը որ աղբներ փորում են, մյուսին ասում է, չգիտեմ որտեղի աղբի մեջ լիքը շիշեր կան, այս մեկը ասում է ես շիշ չեմ հավաքում, փող եմ հավաքում, այս մեկը հանում է գրպանից մի քանի կոպեկ տալիս է այն մյուսին։ Հավես պատմությունները։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Հոգեբանական գրքեր եմ կարդում կամ մասնագիտական, չեմ կարաշել ինչ որ մեկը ասեմ։ Սիրելի ֆիլմը Perfect Sense-ն եմ սիրում, բոլոր ժամանակներում սիրել եմ։ Երբ մարդիկ նայում են ձեր կարծիքով ինչ են մտածում։ Որպես օդաչու առաջի հայացքից նայում են, մտածում են ինչ զարմանալի է, մալադեց։ Ամենատարօրինակ կարծիքը, որ լսել եք ձեր մասին, ինչն է եղել։ Օրինակ, որ ես օդաչու եմ դառել, որ ռիլեր նկարեմ ու հայտնի դառնամ։ Ես վերջերս եմ լսել այդ կարծիքը։ Չեք ուզում հայտնի դառնալ։ Համ չեմ ուզում հայտնի դառնամ, համ հայտնի դառնալու համար ինձ թվում է ավելի հեշտ տարբերակներ կա ինքան օդաչու դառնալը։ Բայց ինձ թվում է կդառնաք հայտնի։ Ձեր օրինակը շատ հետաքրքիր եւ ինչ-որ իմաստով մարդկանց համար կարող է վարակիչ լինել, որ ցանկացած պահի կարող ես գնալ քո երազանքի հետևից, որքան էլ խենթ երազանք է դա թվում։ Շնորհակալություն։ Տենց ազդեցություն կունենա։ Ես էլ եմ շնորհակալ։